Amnesty International կազմակերպությունը մեղադրել է քրդական ինքնապաշտպանական ջոկատներին իսլամական պետություն խմբավորման դեմ տարածքային ձեռքբերումների ժամանակ էթնիկ փոքրամասնություններին գրավյալ տարածքներից դուրս մղելու և նրանց տները ավերելու մեջ։ Քրդերը որպես Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի ամենամարտունակ դաշնակից հերքում են այս մեղադրանքները, նշելով, որ շատերը այս տարածքներից հեռանում են մարտնչելուց խուսափելու համար և ցանկության դեպքում կարող են վերադառնալ ցանկացած պահի։ Թե Արևմուտքին և թե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային անհանգստացնում են Ռուսաստանի ձեռնարկած գործողությունները Սիրիայում, որոնց հիմնական նպատակը ըստ Արևմուտքի Ասադի դիրքերի ամրապնդումն է։ Թուրքիային անհանգստացնում է նաև, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը սատարում են քրդական ուժերին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանի ամենակարևոր գործընկերներից է և որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Թուրքիայի հետ ահաբեկչության դեմ պայքարի համագործակցության շուրջ։ Պուտինը հավելել է, որ հասկանում է Թուրքիայի մտահոգությունը քրդերի շուրջ։ Ռուսաստանը բազմիցս է հայտարարել, որ Սիրիայում իր գլխավոր նպատակը ահաբեկչության դեմ պայքարն է, որը Ռուսաստանի միջամտությամբ կարող է ավելի արդյունավետ ընթանալ։ Սիրիայում տիրող իրավիճակը մեծ խնդիր է միջազգային համայնքի համար, որտեղ աշխարհի գերտերություններից յուրաքանչյուրը ունի խնդրի լուծման իր տարբերակը, որը թերևս ամբողջությամբ չի համընկնում մյուսի հետ։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։